ոսկորներս դողալով սոսկում են, և ես սահմարկելով սարսափում եմ, երբ հիշում եմ ահավոր և մեծ խորհրդին մերձենալու մասին, և միտքս երկու բանի մեջ է հանապաս տարուբերվում, կամենում եմ մերձենալ փափագելի սրբությանը և անարժանությունս արգելում է, իսկ թողնել հեռանալը կորուստ է հոգուս։ Քանզի շատեր կան, որ կամ չարաչար են հաղորդվում և կամ անօրենությամբ հեռանում, և երկուսն էլ սատանայական են։ Քանի որ առաջին նահեղ խորհրդի զորությունը չի հասկանում, այլ սովորություն դարձրած, անմաքուր խղճով է մերձենում, ոչ փրկության համար, այլ դատապարտության, ոչ մեղքերի թողության, այլ անօրենության հավելման։ Իսկ մյուսը, իբրև չնչին բան արհամարհելով, հեռանում է կարևոր չհամարելով, քանզի մեծ խորհրդի զորությունն ու շնորհները չի ճանաչում և կամ ոչ ստեպ մերձենալով համարում է, թե պատվում է Սուրբ Խորհուրդը, որը սակայն հարգանք չէ Սուրբ Խորհրդի նկատմամբ, այլ հիմարություն և ծուլություն, կյանքից հեռացում և խավարի ու մահվան փափագում, ինչպես Տերն ինքն ասաց, թե «Ես եմ կյանքի հացը, և ով ուտում է այս հացից կապրի հավիտյան, և հացը, որ ես պիտի տամ, իմ մարմինն է, որ ես պիտի տամ աշխարհի կյանքի համար»։ Եվ արդ ամեն ոք, ով հեռանում է Քրիստոսի մարմնից և արյունից, չի կարող հավիտենական կյանք ունենալ։ Այս առավել հաստատելու համար Հիսուս ամեն բառն է հավելում իր հետևյալ խոսքին. «Ամեն, ամեն եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ունենա ձեր անձերում։ Եվ ովքեր չունեն հավիտենական կյանքը, նրանց ժառանգությունն աղջամղջի խավարն ու գեհենի հուրն են, քանզի ամեն ոք, ով հեռու է Սուրբ Խորհրդից, դյուրավ ընդունում է սատանայական ախտը և հանապաս նրան օթևան դառնում։ Անձը պետք է կամ Սուրբ Հոգու շնորհներից վայելի, կամ պիղծ հոգուց չար խորհուրդներ ընդունի։ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և չար դևը նեղում էր նրան, քանի որ այն այգին, որ չունի պարիսպ, անտառի ապականիչ գազաններն ու խոզերը մտնելով ապականում են այն, նմանապես էլ ովքեր Սուրբ Խորհրդով չեն պարսպվում, նրանց անձերը դևերի բնակարան են, այդպիսիները հրեշտակային հույլերից փախչելով դևերի բանակն են ընկնում։ Եվ դևերը դյուրությամբ բռնում են նրանց, տանջում նրանց հոգիները և չարաչար լլկում նրանց մարմինները, երբեմն հրի, երբեմն ջրի մատնելով։ Եվ արդ տես և հիմարությունդ փարատիր քեզանից, թերահավատությունդ ուղղիր, ծուլությունդ դեպի ջերմեռանդություն հորդորիր և փութա սրբվել մեղքերից, մեծ փափագով փութա դեպի հոգևոր սուրբ սեղանը, որպեսզի քրիստոնեական անունիցդ չզրկվես։ Քանզի քրիստոնեությունը հավատքն է, մկրտությունը և Սուրբ Խորհրդի վայելումը, և ով հեռու է սրանից և թերի է քրիստոնեությունից, որովհետև ոչ Քրիստոսն է նրա մեջ բնակվում և ոչ նա Քրիստոսի մեջ, քանզի ով ուտում է, ասում է իմ մարմնից, նա կբնակվի իմ մեջ և ես նրա մեջ։ Եվ արդ ով կամենում է բնակվել նրա մեջ, պետք է հետևի նրա կյանքի օրինակին, և ով ունի այն հույսը, թե Աստված իր մեջ է բնակվում և ինքն Աստուծո, ըստ մարդկային տկարության չափի պետք է սուրբ լինի, ինչպես որ նա է սուրբ, և ապա մերձենա, իսկ ով այսպես չի մերձենում, հայտնի է, թե իր անձի դատապարտության համար է մերձենում։ Քանի որ տերունական Սուրբ Մարմնին մերձենալը սուրբերի համար հույս է և լուսավորում է հոգու լուսավորությամբ, իսկ պիղծերի համար հուր է, այրում և ապականում է անմաքուր խղճով մերձենալու պատճառով։ Որովհետև երբ մտքիդ վկայությունը սրբությանդ մասին չի վկայում, հայտնի է, թե Սուրբ Խորհրդին քո մերձենալն ըստ Աստուծո կամքի չէ, ինչպեսև Պողոսն է ասում, թե սա է Աստուծո կամքը ձեր մտքի վկայությունը։ Եվ եթե քո միտքը վկայում է քո սրբության մասին, մերձենալդ ըստ Աստուծո կամքի է։ Իսկ եթե խղճմտանքով մերձենաս, իմացիր, որ ելնում ես դատապարտված և բոլոր անօրեններից էլ ավելի անօրեն դարձած,
քանզի սա շատ ավելի մեծ անօրենություն է, քան մարդասպանների չարագործությունները։ Որովհետև այն մարդը, որ մարդ է սպանում, մարդասպան է անվանվում, իսկ ով Տիրոջ մարմնին անարժանությամբ է հաղորդվում, նա աստվածասպան է, քանզի Աստծո որդուն վերստին խաչ է հանում։ Եվ արդ, տես թե ինչպիսի սեղանի ես անօրենությամբ մոտենում, որի առջև դողում և սարսում են վերին զորությունները, դու հանդգնում ես պիղծ շուրթերով մերձենալ, որովհետև եթե վատ հոտ բուրեիր, չէիր համարձակվի մոտենալ թագավորին, իսկ դու առանց սարսռալու երկնավոր թագավորին ես ընդունում հոտած հոգուտ մեջ, ցեխոտ ձեռքերով տարակուսում ես դիպչել կերակուրների, իսկ տղմաթաթախ հոգովդ առանց խտրություն դնելու հաղորդվում ես։ Ով անօրենության խորխորատ, ով ահեղ արհավիրք, ով անամոթ լրբություն և սաստիկ ամբարշտություն, անմաքուր խղճով և աղտոտված հոգով գնում մոտենում ես մեծ խորհրդի սրբությանը, և չկա, հնարավոր չէ տեսնել որևէ մեկի, որ սրանից ավելի մեծ անօրենություն գործել հանդգնի։ Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ ասում է, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ով պետք է նրա համար աղոթի, որովհետև այդ մեղանչումով ոչ թե մարդու արյանը պարտական պիտի լինես, այլ Աստծո որդու մարմնին և արյանը։ Հապա մտածիր և տես, թե ինչպես ես հաղորդվում Սուրբ Խորհրդին, որովհետև եթե վստահ ես, որ Աստծո արքայությունը պիտի մտնես, առանց տարակուսանքի հաղորդվիր, իսկ եթե թերահավատ ես երկնքի արքայության հանդեպ, ապա նաև անարժան ես խորհրդի սրբությանը, քանի որ հնարավոր չէ Սուրբ Խորհրդին արժանավոր լինել, իսկ արքայության ոչ, որովհետև նույն և մեկ սրբությունն է, որով արժանանում ենք երկուսին։ Թեև ոմանք խղճմտանքի պատճառով չեն հաղորդվում, սակայն կեղծավորաբար մնում են եկեղեցու ներսում, դրսում մնացողներին կարծել տալու համար, թե հաղորդվողներից են, որովհետև նա, ով արժանի չէ խորհրդին, արժանի չէ նաև ներսում մնալուն աղոթքներին և հաղորդությանը և պետք է դուրս ելնի անարժանների հետ։ Մի կեղծիր արժանավորի նման ներսում մնալով և անարժանի նման մի հաղորդվիր։ Ինչու ես արհամարում ահավոր և մեծ խորհուրդը։ Չգիտես, թե երբ Սուրբ Խորհուրդը Սուրբ Սեղանին է ելնում, այն ժամ երկինքը վերից բացվում է, Քրիստոսն իջնելով այնտեղ է հասնում, հրեշտակների զորքերը երկնքից դեպի երկիր են ծավալվում ու բոլորում սեղանի շուրջը, ուր տերունական ահավոր խորհուրդն է, և ամենքը Սուրբ Հոգով են լցվում։ Այն ժամ անմաքուր խիղճ ունեցողներն արժանի չեն հաղորդվելու այնպիսի խորհրդին, մինչև ապաշխարությամբ չուղղվեն։ Լսիր նաև քարոզի այն ահեղ կոչը, թե ոչ ոք չմկրտվածներից, թերահավատներից ու անհույսներից, որոնք սրբությամբ պատրաստված չեն, թող չմոտենան Աստվածային խորհրդին, նրանց դուրս է ուղարկում, իսկ ներսում մնացողներին ձայնում է. «Զգույշ եղեք և քննեցեք ձեր սրտերը, որպեսզի ոչ ոք տարակուսանքով, նենգությամբ, խորամանկությամբ և խաբեությամբ, երկմտությամբ և թերահավատությամբ չմոտենա Սուրբ Խորհրդին, որովհետև խորհրդի սրբությունը սուրբերին և մաքուրներին է վայել»։ Եվ այս խոսքը լսելով չենք դողում ու սոսկում ահեղ և մեծ խորհրդի առջև, որից սարսափում են սերովբեները, իսկ քերովբեները չեն համարձակվում մոտենալ նրան։ Հրեշտակներն ու հրեշտակապետերը դողալով սոսկում են և բոլոր վերին զորությունները սարսռում, իսկ նա, ով հանցավոր խղճով կմոտենա այն մեծ խորհրդին, որքան սաստիկ տանջանքներով պիտի մաշվի, նման այն հարդին, որը կրակի դիպչելով այրվում է և ապականվում, քանի որ Քրիստոսի մարմինը փոքր բան համարելով անարգեց այն։ Սոսկ իբրև հացից չնայես և սոսկ գինի չհամարես այն, քանի որ Սուրբ Խորհրդի ահավորությունը տեսանելի չէ, այդ զորությունն իմանալի է, քանզի Քրիստոս տեսանելի ոչինչ չավանդեց մեզ խորհրդի և մկրտության մեջ, այլ իմանալի։ Տեսնում ենք ջուր, սակայն հավատում ենք Աստվածային խոսքին, որն ասում է. «Այս է իմ մարմինը և արյունը, ով ուտում է իմ մարմնից և խմում իմ արյունից, նա բնակվում է իմ մեջ և ես նրա մեջ, և ես հարություն կտամ նրան վերջին օրը»։
Եվ մենք ճշմարիտ հավատքով ճանաչում ենք, թե Քրիստոսն է սեղանի վրա, նրան ենք մերձենում, նրան տեսնում, նրան շոշափում, նրան համբուրում, նրան մեր ներսն առնում եւ ընդունում եւ լինում Աստծո մարմինը, անդամներն ու որդիները։ Արդ, ով այսպիսի հավատքով չի հավատում եւ Աստծո որդու մարմինը չի ճանաչում, հեռու է Աստծո օգնականությունից, հեռու է հոգու շնորհներից, հեռու է նաև մեղքերի թողությունից և հավիտենական կյանքից։ Հարության չի հավատում, փրկության հույս չունի և մերժված է քրիստոնեական հավատքից, որով մեզ համար փրկություն եղավ Քրիստոսի արյան հեղմամբ։ Եվ արդ, թող ոչ ոք անմաքուր խղճով, թերահավատությամբ նրան չմերձենա, թող ոչ ոք անտարբերությամբ չմիանա նրան, այլ թող ճշմարտապես հավատա, որ մեծ և ահեղ խորհրդի կատարման ժամանակ եկեղեցին երկինք է դառնում, որ խորհրդի սեղանը փառքի աթոռն է, որի վրա Քրիստոսն է իջնում և միշտ բաշխվում բոլորի փրկության համար։ Եվ արդ, ով մարդ, նայիր քեզ և տես որտեղ ես, ում ես տեսնում, ում համբուրում և ներսդ ընդունում, երկնային զորությունների հետ ես, հրեշտակների հետ օրհնում ես, սերովբեների հետ բարևանում, Քրիստոսին տեսնում, Քրիստոսին համբուրում, Քրիստոսին ընդունում և ճաշակում, և Սուրբ Հոգով լցվելով և աստվածային շնորհներով պայծառանալով հանապազտ զորանում ես։ Ուստի դուք քահանաներ և սպասավորներ, Սուրբ Խորհրդի մատակարարներ, ահով մոտեցեք, երկյուղով պահեք, սրբությամբ սպասավորեք և զգուշությամբ ծառայեք։ Դուք արքունի գանձ ունեք, մեծ երկյուղով և զգուշությամբ պահպանեցեք այն, քանզի ձեզ ևս աններելի տանջանք է սպասում, եթե մեկի չարիքները գիտենաք և նա գալով հանդգնի մերձենալ Քրիստոսի Սուրբ Մարմնին և անտեսեք խրատելը, մերժելն ու հանդիմանելը։ Եվ եթե ծուլության և երեսպաշտության պատճառով Քրիստոսի Սուրբ Մարմինն անօրեններին և անարժաններին բաշխեք և որպես շների և խոզերի առջև գցեք, ինչի համար ներում ստանալով թողություն կունենաք և քանի պատիժների և աններելի տանջանքների կմատնվեք, եթե տերունական մարմնի մատնիչներն ու պարտականները լինեք։ Ահա Քրիստոսի համար եք իշխում, Քրիստոսի համար եք կերակրվում և Քրիստոսին անօրեններին եք բաշխում և անարժանների պիղծ վարքով չարչարում նրան։ Արդ, նայիր քո անձին քահանա և ճանաչիր քեզ, թե ինչ է քո քահանայության վաստակը և ինչ գործ ես անում։ Ոչ ժողովրդի ծերունացանն ես, ոչ էլ նրա հնձողն ու կալսողը, այլ կարգվել ես ուսուցանելու և խրատելու, մերժելու և հանդիմանելու համար։ Ցկյանս այս է քահանայի գործը և ամենօրյա պարտականությունը, քանի որ այն պատճառով պատվեցիք այսպիսի պատվով և իշխում եք բոլորին, որ այսպիսիներին քննեք և հանդիմանելով մերժեք։ Իսկ ինչ քահանաները չեն գիտենա, դրա համար նրանք առավել ևս աններելի տանջանքների են պարտաբան, ինչպեսև Պողոսն է ասում, թե ով ուտում և խմում է անարժանությամբ, պարտական կլինի Տիրոջ մարմնին և արյանը։ Նաև շատերին է դատաստանի ճաշակումն արբեցնում չարաչար ախտերով և հիվանդությունների դառնությամբ տարաժամ հանելով աշխարհից, ինչպես և ասում է, թե Տիրոջ մարմնին անարժանաբար հաղորդվելու պատճառով են ձեր մեջ հիվանդներն ու ախտաժետները, շատ և շատ են նրանք, որ տարաժամ ննջեցին։ Քանի որ ոմանք խորհրդին անարժանաբար մոտենալու պատճառով չարորակ հիվանդություններով են տանջվում, ոմանք նույն պատճառով անդամալույծ ու հաշմանդամ են շրջում իրենց կյանքի բոլոր օրերում, ոմանք նույն պատճառով հարվածների և անբժշկելի ցավերի, ոմանք նույն պատճառով բանտերի և կապանքների մեջ են ընկնում և ոմանք էլ նույն պատճառով անզավակ են այս աշխարհից հեռանում։ Տարերքներից բազում պատուհասներ, պտուղների կորուստ և մարդկանց ու անասունների տարաժամ մահեր նույնպես Տիրոջ մարմնին և արյանն անարժանաբար հաղորդվելու պատճառով են լինում։ Ուստի մեծ երկյուղով մերձենանք, մեր սրտերը մեծ զգուշությամբ քննենք։ Ծուլության պատճառով հաղորդության մոտենալու համար չնշանակենք միայն տոն օրերը, քանզի ուրբաթ կիրակի օրերին և Պենտեկոստեի ու Զատիկների տոներին միևնույն խորհուրդն է կատարվում։
Իսկ դու խորհրդին մոտենալու պահին միայն միտքդ սուրբ պահիր և շատ մի ուշացրու հաղորդվելդ։ Հանդգնություն չէ սուրբ սրտով բազում անգամ մոտենալը, քանզի հոգիդ էլ առավել ես առողջացնում և նորոգում, իսկ թե անարժանությամբ և անմաքուր խղճով քո ամբողջ կյանքում մի անգամ մոտենաս, հոգիդ կորստյան կմատնես։ Տես, որ Կայենը մեկ հանցանք գործեց, սակայն կորստյան մատնվեց, Քանանը մեկ հանցանք գործեց և կորստյան մատնվեց, Աքահավը մեկ հանցանք գործեց և կորստյան մատնվեց, Հուդան մեկ հանցանք գործեց և կորստյան մատնվեց, և ովքեր Քրիստոսին սպանեցին, մի անգամ սպանեցին, սակայն կորստյան մատնվեցին։ Եվ եթե դու քո ամբողջ կյանքում անարժանությամբ մի անգամ ես մերձենում Սուրբ Խորհրդին, հոգիդ սպանում ես հավիտենական տանջանքների կորստությամբ։ Սակայն կասես, 40-օրդական պահքից հետո եկող տոնին սրբված մերձենում եմ։ Եվ արդ ինչ օգուտ կունենաս մի անգամ սրբվելուց, եթե դարձյալ պիտի կեղտոտվես։ Ինչ օգուտ է լվանալը, եթե դարձյալ պիտի ցեխոտվես։ Ինչ օգուտ է շինելը, եթե դարձյալ պիտի քանդես։ Կամենում ես միայն տոնի օրն առողջ լինել և այնուհետև ցավերի մեջ մաշվել, ախորժում ես մեղքերի վերքերից մի օր բժշկվել, իսկ հետո նույն վերքերը ստանալ, մի օր հեռանում ես դևից, իսկ հետո մշտապես լլկվում նրանից։ Այսպիսին են նրանք, ովքեր մի անգամ հաղորդվում են Սուրբ Խորհրդին և ապա մեղքերի մեջ մաշվում։ Ինչ օգուտ է սպանողի սրից մի անգամ հեռանալը, եթե վաղը նրա ձեռքով պիտի մատնվես, և կամ թագավորի հետ մի օր սեղան նստելը և վաղը անողորմ դահիճներին մատնվելը, նույնպես շահ և օգուտ չէ միայն զատիկի տոնին սուրբ սեղանից վայելելը և ապա պիղծ գործերով հեռանալն ու հանապազ սատանայի հետ լինելը։ Ինչ օգուտ է տոնի օրը թանկագին ակներ գտնելն ու հաջորդ օրը կորցնելը։ Ոչ մի օգուտ չունի տոնի օրը հաղորդվելը, երբ դարձյալ անվայել վարքով կորստյան պիտի ենթարկվես։ Ինչ օգուտ է Քրիստոսին միանալը, երբ նորից սատանային պիտի միանաս։ Ոչ մի օգուտ չունի այսօր հրից ազատվելն ու վաղը չարաչար այրվելը։ Ոչ մի մխիթարություն չկա մի օր բանտից ելնելու և թագավոր լինելու մեջ, եթե վաղը պիտի անողորմաբար տանջվես դատապարտյալների հետ։ Եվ ոչ մի օգուտ չկա մի օր խորհուրդը վայելելու և ապա դատապարտյալների հետ դուրս ելնելու մեջ։ Ինչու ես երկու ոտքով կաղում և երկու մտքի մեջ տագնապում, կամ դևերի պաշտոնյա եղիր, կամ Քրիստոսի դավանագիծ։ Մի օր սպիտակած ոչխարի նման ես երևում, մի օր սևաթույր այծի։ Այսօր հոգելից Դավիթն ես, վաղը այսահար Սավողը, այսօր հնազանդ Պետրոսը, վաղը ապստամբ Հուդան, այսօր Քրիստոսի խորհրդակիցը, վաղը սատանայի կամարարը, այսօր իբրև քրիստոնյա վայելում ես Տիրոջ մարմինը, վաղը իբրև չմկրտված հեռանում ես նրանից։ Այսօր խոստովանողների հետ ես, վաղը ուրացողների հետ դրսում, այսօր հավատացյալների հետ խորհրդին ես մասնակցում, վաղը անհավատների հետ դուրս ելնում։ Քեզ ինչ կոչեմ կամ ինչ անվանեմ։ Երբեմն գառնուկ ես դառնում, երբեմն գազան, երբեմն լույս ես հագնում, երբեմն խավորով ծածկվում, այսօր պատիվ ես առնում թագավորից, վաղը չես ընդունում և երեսդ ես շրջում։ Այսպիսին են բոլոր նրանք, ովքեր որոշ օրերի հաղորդվում են խորհրդին, ապա իբրև չմկրտվածներ երես դարձնելով դուրս ելնում։ Եթե խորհրդին արժանի ես, հանապազ համարձակ վայելիր այն, որպեսզի Սուրբ Հոգով լցվես, Քրիստոսին հագնես և Քրիստոսին ընդունես, իսկ եթե կենցաղովդ անարժան ես, զատկի տոնին ևս արժանավոր չես հաղորդվելու։ Բայց պիտի ասես 40-օրդական պահքին սրբվեցի, ցանկանում եմ Սուրբ Խորհրդին մերձենալ։ Բարի է, գովում եմ քեզ, բայց ինչու միշտ չես մերձենում։ Կասես, թե չեմ կարողանում միշտ ինձ մաքուր պահել։ Եթե այդպես է քո մտքում, թե մի անգամ տոնի առիթով հաղորդվեմ և ապա հեռանամ, ապա տոնին հաղորդվելու նույնպես արժանավոր չես, քանի որ չարի խորհուրդներ կան մեջդ։ Ինչ օգուտ է Քրիստոսին մերձենալը և սատանայից չբաժանվելը։ Ինչ օգուտ է անգին դեղ ճաշակելը
երբ ցավերդ ներսը մտես պահում։ Ինչ օգուտ է բժշկի մոտ գնալը, եթե չես ուզում վերքերդ բանալ։ Ոչ մի օգուտ չես գտնի հաղորդվելու մեջ, եթե չես կամենում մեղքերիցդ հեռանալ, այլ դատապարտություն և տանջանքներ ես ավելացնում։ Եթե թագավորը լսի, թե այն իշխանը, որն այսօր խորհրդակից է իրեն, վաղը հեռանալու է իրենից և խորհրդակից է դառնալու իր թշնամուն, միթե նրան կընդունի խորհրդակցության համար, ոչ, այլ շղթայակապ կանի, կտանջի և կսպանի։ Եվ որքան ավելի Քրիստոս պիտի դատապարտի և տանջի նրան, ով այսօր կամենում է իր հետ տերունական խորհրդի մեջ մտնել, իսկ վաղը խորհրդից հեռանալ և թշնամու կամքը կատարել։ Միթե այսօր մաքուր ես մեղքերից, եթե մտքումդ խորում ես, թե վաղը կհեռանամ և իմ կամքը կկատարեմ։ Աստծո առջև այս ավելի չար է Քրիստոսի սուրբ մարմնին մերձենալու մասին խորել և ապա նրանից ու Աստծո հրամաններից հեռանալ նշանակում է խղճմտությամբ մոտենալ, երկմտությամբ ընդունել և նենգությամբ հաղորդվել, այս է պատրանքով, խաբեությամբ ու թերահավատությամբ ճաշակելը։ Մեծ պղծություն է, երբ խորհում ես դարձյալ հաղորդությունից հեռանալու և կրկին անգամ նախկին մեղքերիդ վերադառնալու մասին։ Արդար և այն մարդը, որն ասում է, թե հեռացել է իր մեղքերից և կրկին վերադառնում է դրանց, նման է այն շանը, որն իր փսխածին է վերադառնում։ Ուրեմն այս ամենն իմանալով, եթե արժանի ենք Սուրբ Խորհրդին, երկար ժամանակով չհեռանանք նրանից, եթե անարժան ենք, չհանդգնենք ահեղ խորհրդին մոտենալ, որովհետև նրանք, ովքեր անարժան են և հանդգնում են անմաքուր խղճով հաղորդվել, ահեղ պատիժներ են սպասում նրանց և որոշ պատիժներ արժանավորներին, ովքեր ծուլանալով երկար ժամանակ չեն հաղորդվում։ Ուստի մեծ երկյուղով զգուշանանք և մեծ փութով փարատենք անգիտության խավարը։ Մեր անձերից հեռու վանենք անիրավ բարկությունը, թշնամանքը, ոխակալությունը, խորամանկությունը, վրեժխնդրությունը, նախանձը, տրտմությունն ու լուռ ցասումը թոթափենք, փախչենք ագահներից, բամբասողներից, արբեցողներից, անառակներից, դադարեցնենք թշնամությունը, ատելությունն ու գաղտնի նենգությունը։ Մեր թշնամիների հետ հաշտվենք, մեզ ատողներին սիրենք և միմյանց հանցանքները ներենք, ամբողջ սրտով միմյանց ծառայենք, միմյանց հնազանդվենք, միմյանց բեռները կրենք, միմյանց սիրենք, ընկերներին մեզանից լավ համարենք, մեր սրտերը սրբենք, աչքերը խոնարհեցնենք, լեզուները բամբասելուց դադարեցնենք, մեղքերն ապաշխարենք, խղճմտանքը փարատենք, հիմարությունը թոթափենք և ծլությունը ջերմեռանդությամբ փոխենք, պահքով ամրանանք, աղոթքով ջանանք, ողորմությունների հոշարենք, գործերով առաքինանանք, չարիքների մեկնումով բարիանանք և մեր հավատի մեջ կատարյալ լինենք։ Որպեսզի այսպես արժանանանք ահավոր և մեծ խորհրդին, բազում փափագներով և կատարյալ սրբությամբ վայելենք ամենասուրբ և կենսարար մարմինն ու արյունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ում փառք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։